Ուրեմն ամենակարող արյուն սերիայում ենք շարունակում ենք ու դասի վերնագիրը արյան պաշտպանությունը։ Այս դասը շատ եմ սիրում։ Փորձենք իրար հետ այս դասը նայել։ Ուրեմն կկարդամ Ղուկաս 10-րդ գլուխ 19-ից 20 համարները։ Դասի վերնագիրը արյան պաշտպանությունը Ղուկաս 10 19-ից 20։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորությանը վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի, սակայն նրա համար մի ուրախանաք, որ ոգիները ձեզ հնազանդվում են, բայց առավել ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Տեսեք, աշակերտները եկել են, չէ՞, Տերը ասում է ձեզ իշխանություն եմ տվել։ Ու իրենք ոգևորված եկել են ու ասում են Տեր դևերը մեզ հնազանդվեցին, հիվանդությունները բժշկվեցին, ալելույա, ամեն խնդիր, հալվելույա։ Այս վիճակն է իրանց մոտ։ Ամեն ինչ շատ լավ էր։ Ոգևորված եկել են ու ասում են Տեր, տես այն ինչ որ քո հետ կատարում է, մեզ հետ էլ է կատարում։ Նախկինում սա չենք տեսել, բայց հիմա տեսնում ենք, բայց Տերը ասեց մի ուրախացեք դրա համար, այլ ուրախացեք նրա համար, այն արյան գործի համար, որ ձեր անունները գրված են կյանքի գրքի մեջ։ Չկա առավել մեծ հրաշք սիրելիներ, քան մարդու փրկությունը։ Իսկապես չկա դրանից առավել մեծ հրաշք։ Երբ որ դու տեսնում ես մարդը ամենավերջին հանցագործն է ու կյանքը փոխվել է տվել է Քրիստոսին։ Մարդը ամենավերջին թմրամոլն է, բայց իր կյանքը փոխվել է տվել է Քրիստոսին։ Սա հրաշք է ուղղակի։ Սա այն հրաշքն է, որ ոչ մի բժիշկ, ոչ մի հոգեբան չի կարող դա անել։ Ամեն։ Դա միայն Սուրբ Հոգին է, որ մարդու կյանքը փոխում է։ Եվ Հայտնություն 12:11 ասում է նրանք հաղթեցին նրան, այսինքն սատանային, գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով եւ իրենց հոգիները չսիրեցին մինչեւ հիմա։ Նրանք հաղթեցին սատանային գառան արյունով։ Ամեն։ Եվ այս խոսքը հաճախ օգտագործում ենք միայն այսքանը. գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով։ Բայց շարունակություն կա եւ իրենց հոգիները չսիրեցին մինչեւ հիմա։ Ամեն։ Մենք տեսանք սերներ արյան հատկությունները։ Առաջին գործողությունը, որ անում է արյունը, նամակրում է։ Եվ երկրորդ տեսանք, որ արյունը սնում է մարմնի յուրաքանչյուր բջիջ ու կարգավորում է մարմնի ջերմաստիճանը։ Ու մենք հասկանում ենք, որ այն ինչ որ բնական է, բնական մարմնի համար է իրական, ճշմարիտ, նույնը նաև հոգևոր ոլորտում է նաև նույն բանը գործում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ եթե մաքրում է արյունը, չէ, նույնը մենք տեսնում ենք բնական մարմնի համար, հոգևոր մարմնի համար այդ նույն մաքրագործումը կատարում է։ Նույնը սնուցանում է, նույնը ավելորդ բաները հեռացնում է, նույնը ջերմաստիճանը ապահովում է։ Եվ երբ որ պացիենտի մոտ ինչ որ պետք է վիրահատություն արվի, չէ, ասում են պետք է բժիշկները ասում են որ պետք է նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացվի 39-39.5, այսինքն եթե արյան փոխ ներարկում պետք է լինի։ Երբ որ արյան փոխ ներարկում պետք է անի, պետք է արյան ջերմաստիճանը արհեստական բարձրացնեն, դառնա 39-39.5 կամ։ Ու դա նշանակում է, որ արյունը պայքարում է օտարածին տարբեր տարրերի դեմ փոխ ներարկված արյան մեջ։ Այսինքն ինքը սկսում է պայքարել։ Այն տարբեր տարրերի դեմ, որ նոր տարրեր են մտնում իր արյան մեջ, իր օրգանիզմի մեջ սկսում է պայքարել։ Ու Հիսուսի արյունը սերներ դեմ է կանգնում այն հոգևոր հիվանդություններին, որոնք կգան մեր կյանքի մեջ, որոնք հակառակ դեպքում անգամ կարող են սպանել մեզ։ Բայց այդ արյունը, երբ որ մենք վերստին ծնվելով փող ներարկվեցինք, նրա արյունը ընդունեցինք, այդ արյունը սկսում է պայքարել սերներ։ Այդ արյունը սկսում է մաքրել բոլոր տեսակ հիվանդություններից։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար։ Սա հրաշալի գործ է, որ Տերը մեզ հետ անում է։ Ղուկաս 10:19 ասում է. ահա իշխանություն տվեցի ձեզ կոխել թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Այդ զորությունը Հիսուս Քրիստոսի արյան մեջ է սիրներ։ Այդ արյան մեջ զորություն կա։ Պետք է մենք հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը բավարար չափ այնքան մեղք ունի, որ չէր կարող այս լսարանում լինել, որ չէր կարող եկեղեցի գնալ։ Մեզանից յուրաքանչյուրս այնքան բավարար չափ մեղք ունենք, որ դատապարտված կլինենք դժոխքին սերներ, որտեղ Քրիստոսը չէր լինի։ Բայց մեր միակ պատճառը դա նրա Գողգոթայի կատարած գործն է սիրելիներ։ Այն խաչը, որ դրվեց այդ Գողգոթայի վրա, միայն այդ զոհի միջոցով է, որ այսօր ես ու դու արտոնություն ունենք
մտնելու նրա սրահները։ Ամեն։ Թե այն ժամանակ քահանայապետը կարող տարին մեկ անգամ մտներ, բայց այժմ նրա արյան շնորհիվ մենք կարող ենք մտնել նրա սրբության սրբոցը եւ բավարար չափ շնորհ եւ ողորմություն խնդրենք նրանից։ Ու դրա համար մենք կարող ենք համարձակ մտնել Տիրոջ ներկայության մեջ։ Գիտեք, տարիներ առաջ կոբրայի թույնը ինքը անխուսափելի մահ էր։ Երբ որ մարդուն կոբրան խայթում էր, մարդը մի քանի վայրկյանից ինքը մահանում էր։ Անխուսափելի մահ էր։ Եվ հանկարծ մի հատ փորձ են անում ու տեսնում են, որ բելգիական ձիերի որոշ ցեղատեսակներ կան, որոնք չեն ընդունում այդ թույնը։ Այսինքն օծը խայթում է, բայց նրանց ասել իմ աղջկան հեչն ու վեճն է։ Իրենք իրենց կյանք ապրում են, իրենց վրա սա չի ազդում։ Եվ վերցնում են ու հակաթույն են սարքում այս բելգիական այս ձիերի ցեղատեսակից ու դա դառնում է հակաթույն։ Սերներ, ինձ թվում է կարիք չկա մեզ հիշելու այն մեծ բանսարկուի, այն մեծ օծի խայթոցը, որ բերեց այս աշխարհին։ Եվ չկար ուրիշ հակաթույն, բացի այն, որ 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուսը եկավ ու դարձավ հակաթույնը այդ մահվան, այդ մեղքի։ Նա կանգնեց այս աշխարհի վրա, նա ապրեց այս աշխարհի վրա, նա իր կյանքը զոհեց, նա իր արյունը թափեց ու դարձավ այդ հակաթույնը։ Եվ դրա համար էր, որ Տեր Հիսուսը ասեց. «Ուր է մահ քո խայթոցը եւ ուր է գերեզման քո հաղթությունը»։ Ամեն։ Նա հաղթություն տարավ։ Նրա արյունը բժշկություն է մեզ համար։ Նրա արյունը հակաթույնն է մեր։ Նրա արյունը մեր դեղամիջոցն է։ Այն որ մահը կարա մեզ սպանի, այն որ մեղքը կարա մեզ սպանի, այն որ մեղքը կարա մեզ բորոտության մեջ գցի, բայց նրա արյունը կարող է մեզ մաքրել ամեն տեսակ մեղքից։ Փառք Տիրոջ սրա համար։ Ու արյունը չեզոքացնում է մեղքը եւ իմունիտետ է պատվաստում մեր սերներ։ Եվ արյունը լվանում է մարմնի յուրաքանչյուր բջիջ։ Ու արյան այս լվացող գործողությունը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում, որ բջիջների միջև ճիշտ հարաբերություններ պահպանվեն։ Երբ որ արյունը սկսում է մաքրել, երբ որ կյանքի հոսքը կա, Պողոս առաքյալը ասում է. զգույշ եղեք, որ իրար չսպառեք։ Ինչի՞։ Եղբայրները, քույրերը իրար հանդեպ սկսում են իրար հետ վիճվել ու սկսում են ասում զգույշ եղեք, իրար չսպառեք։ Ինչի՞ էս ամեն ինչը սկսում եկեղեցու մեջ, որտեվ արյան հոսքն է դադարում, որտեվ կյանքը չկա։ Ամեն։ Երբ որ ինչ են ասում, չէ՞ այն լիճը, որ ինքը ել ու մութ չունի, ինքը մի օր վեր է ածվում ճահիճի։ Արյան հոսքը չկա, կյանքի հոսքը չկա։ Երբ որ այս կյանքի հոսքը կա, ասելներ, սկսում են հարաբերությունների մեջ արթնություն է գալիս։ Անկեղծ, երբ որ իմ կյանքի մեջ արթնություն կա, մարդ կա, չէ, վկայում են, ասում են, վերստին ծնվեցի, աշխարհի գույները իմ աշկերի առաջ փոխվեց։ Բոլորին կարծես թե սիրում եմ, ուզում եմ բոլորին գրկել։ Ինչ է կատարում։ Այդ կյանքը սկսում է մարդու մեջ հոսել, այդ կյանքը սկսում է մարդու մեջ գործել։ Ու երբ որ այդ կյանքը չկա, սերներ, ակամա սկսում ես տեսնում ես դառնություն է քո մեջ գալիս։ Տեսնում ես, որ ինչ որ խնդիրներ են բարձրանում, բամբասանքն է բարձրանում քո մեջ։ Ինչի՞, որովհետև կյանքի հոսքը չկա։ Ու դրա համար կարիք կա, որ Քրիստոսի արյունը հոսի ու ներդաշնակություն ապահովի Քրիստոսի մարմնի մեջ, որտեղ ոնց որ քիչ առաջ ասեցի, երբ որ մարմնի օրգանիզմի մի մասն է ցավում, ամբողջ մարմինն է ցավում։ Ու Աստված այդպես է ստեղծել մարդու օրգանիզմը։ Նույնը մեզ համար պետք է լինի։ Նույնը մեզ համար։ Եղել է վիճակներ, երբ որ հոգևոր վիճակի մեջ եղել ես, գիշերը Սուրբ Հոգին քեզ արթնացրել է, ինչ որ մեկին միտք տա բերե, որ իր համար աղոթես։ Ինչքան հրաշալի բան է, չէ՞ դա։ Ինչքան հրաշալի բան է։ Ես հիշում եմ եղբայրներից մեկը պատմում էր, ասում է, պատերազմի ժամանակ շրջափակման մեջ է ընկնում ու եկեղեցու հովիվը սկսում է չաթում գրում, ասում է եկեք աղոթենք Արտյոմի համար։ Ու սկսում են աղոթելը 3 հոգով են լինում այդ որտեղ որ ռմբակոծվում է։ Ասում է այդտեղ լրիվ հարթ վայր էր, մի տեղ կար, որտեղ կարող ենք ապաստան գտնել։ Ու ասում է այդ ամեն ինչ այդ սնարյադները թափվում ու թափվում էր, թափվում ու թափվում էր։ Եկեղեցին սկսում է աղոթել։ Ասում է այս տղան ասում է ես սկսեցի, այլ հնարավորություն չկար, ուրիշ շանս չկար։ Սկսեցի ուղակի բարձր բղավելով Հիսուս վազեցի գնացի այդ ապաստանը։ Երբ որ այդ ռմբակոծումը դադարեց, ասում անկերներից մեկը ասեց. «Արտյոմ դու տեսար»։ Ասում ասեցի ինչ է։ Ասում երբ որ դու վազում էիր, երկու մեծ թևեր բացվեցին ու քեզ սկսեցին ծածկել։
Սերներ աղոթքը մի բան է, որ ներկայի ու ապագայի մեջ հարց է լուծում։ Աղոթքը մի բան է, որ տարածություն չի հարցնում։ Աղոթքը հզոր զենք է։ Երբ որ մենք արյունը, կյանքի հոսքը մեր կյանքերի մեջ առատորեն հոսում է անարգելք սիրելիներ, մենք տեսնում ենք մարմնի մեջ մի աբանություն է գալիս։ Տերը քեզ արթնացնում է, ես եղբոր համար աղոթի, ես քրոջ համար աղոթի։ Մեկ է մի օր այս վկայությունը դու լսում ես, ասում ես, այս պահին է եղել, ասում ես, հա, ասում ես, տես Աստծո հոգին մեր մեջ գործում է, ինչքան հրաշալի է սրա մեջ, ամեն, փառք Տիրոջը։ Երբ է արյունը հոսում, երբ որ կա խոստովանություն ու ապաշխարություն, երբ որ թողնում ենք, որ արյան հոսքը իր ճանապարհը մաքուր լինի ու ինքը սկսի հոսել, ու այդ ժամանակ թշնամու բոլոր ամեն բերած լուծը կկոտրվի։ Ամեն, ասում եմ, երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ հոգին կհալածի նրան։ Երբ որ արյան հոսքը ինքը անարգելք հոսում է։ Եվ տեսեք Սաղմոս 133:1-3 ասում է. «Տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրները իրար հետ մեկտեղ են բնակվում»։ Քույրեր, ձեր մասնել է այս խոսքը։ Որտեվ Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք միջև հավիտյան։ Ամեն։ Ինչ հրաշալի է։ Ինչքան բարի է, ինչքան ցանկալի է, որ եղբայրները իրար հետ մեկտեղ են բնակվում։ Ինչ Աստված այնտեղ պատրաստել։ Օրհնություն եւ կյանք։ Իսկ մենք կյանք ենք ուզում, օրհնություն ենք ուզում, բայց իրար բզելով։ Չի լինելու։ Չի լինելու։ Եթե մենք թույլ տանք, եթե մենք ապաշխարենք, եթե մենք խոստովանենք սիրելիներ, այդ ժամանակ այդ արյունը կսկսի հոսել։ Եվ գիտեք, ասում է դա նման է Հերմոնի վրա թափվող այդ շաղին։ Եվ գիտեք, Հերմոնը ինքը Պաղեստինում ամենաբարձր սարն է, լեռն է։ Եվ ասում է, որ քամին միշտ այդ շաղը վերցնում էր ու բերում էր Սինայի այդ լեռան վրա, եւ միշտ այդտեղ ինքը թարմ էր լինում, այդ խոտը թարմ էր լինում։ Գիտենք, որ մեր բարձր լեռը դա մեր Տեր Հիսուսն է, ամեն։ Եվ ասում է նման է Ահարոնին, որ նրա գլխից այդ յուղը հոսում է մինչև նրա զգեստների ծայրը, եւ մենք գիտենք, որ մեր քահանապետը Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ մենք կապ ունենք նրա հետ, երբ որ մենք հարաբերություն ունենք նրա հետ, այդ թարմությունը մեր կյանքի մեջ կա, մեր ընտանիքների, մեր եկեղեցիների մեջ կա, այդ օծությունը մեր մեջ կա։ Ինչու? Որովհետև մենք նրա հետ կապ ունենք, որովհետև մենք ապաշխարության ու խոստովանության մեջ քայլում ենք։ Գիտեք, երբ որ ուզում ենք շղթան փորձենք, տեսնենք շղթայի թույլ կողմը, ինչ է պետք անել։ Ձգել է պետք, չէ՞, որպեսզի հասկանաս։ Փորձել է պետք։ Եվ դրա համար Աստված երբեմն թույլ է տալիս, որ ինչ որ տարբեր խնդիրներով անցնենք, որպեսզի թույլ կողմը մեր կյանքերի մեջ նկատենք։ Կարող է ինչ-որ մի հատ խնդրի մեջ հայտնվես ու տեսնես, որ ես գիտեի, ես բամբասող չեմ։ Ձինից եղբայրը պատմում է, ասում է, մի եղբոր հետ մեքենայով գնում ենք, ու ասում է, այս եղբայրը իր ծառայություններից, ինքն է այդ եղբայրն է մեքենան վարում էր։ Ասում է, այդ եղբայրը իր ծառայություններից խոսում է օրհնությունները, Տերը էս տեղա օրհնել են, տեղա օրհնել, էս տեղա օրհնություն եղել, էս տեղ հաջողություն ա եղել։ Մեկի հանկարծ մեկը դիմացը կտրում է, այս տղան ասում է, ձեռքը դրեց այդ ազդանշանին, սկսեց տու։ Ու ինչ ասեց։ Ոստոսը շշմած նայեց դեմքին, ինքն էլ քարացավ, ասացի, «Էդ ինչ էր մի քիչ առաջ պատմում»։ Հասկանում եք, մենք չգիտենք, երբեմն Աստված թույլ է տալիս, որ ձգվի ինչ-որ բաներ, որ մենք մեր թույլ կողմերը տեսնենք, մեր թերությունները տեսնենք, որ այստեղ խոստովանենք ու ասենք, Տեր, ես կարիք ունեմ ապաշխարելու, որ այդ արյան հոսքը անարգելք հոսի, որտեղ այդ արյունը երբ որ գալիս է սիրելիներ, կյանք է բերում։ Եվ մենք գիտենք, երբ որ քայլենք լույսի մեջ, միայն քիչ առաջ խոսում ենք, միայն դավանելը օգուտ չի։ Ասում է հավատացյալը ընկնում է դժոխք, սկսում է դավանել, ես դժոխքում չեմ։ Դավանանքը օգուտ չի սիրելիներ, մենք լույսի մեջ քայլելու կարիք ունենք։ Երբ որ մենք լույսի մեջ ենք քայլում, այդ ժամանակ Տիրոջ արյունը սկսում է մեր կյանքերի մեջ գործել։ Ամեն։ Անարգելք է սկսում գործել։ Երբ մենք քայլում ենք լույսի մեջ, առողջ մթնոլորտ եւ ջերմաստիճան է ապահովում արյունը եւ հոսում է ողջ մարմնով մեկ եւ այդ արյունը սկսում է իր գործը անել։ Եվ Հովհաննես 13:35 ասում է. «Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։ Իսկ սերը մեղքերի բազմություն է ծածկում։ Ամեն։ Երբ որ մենք մեր երեխաներին սիրում ենք, շատ բաների վրա էլ մեր աչքերը փակում ենք։ Ճիշտ է։
սերը մեղքերի բազմություն է ծածկում։ Երբ որ մենք սիրում ենք, սրանով կգիտենան, որ իմ աշակերտներն եք։ Այդ ջերմությունը, այդ սերը, երբ որ կա եկեղեցու մեջ, երբ որ կա մեր սրտերի մեջ սելներ, մարդիկ այդ սիրուն կցանկանան ձգտել։ Հռոմեացիների 5-րդ գլխում առաքյալը գրում է այն մասին, որ Աստծո սերը լցվել է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգով։ Այդ սիրո միակ աղբյուրը դա Սուրբ Հոգով լցվելու մեջ է։ Միայն Սուրբ Հոգով լցվելու մեջ։ Ես միշտ զարմացել եմ, ասել եմ Տեր իմ Աստված, դու ասեցիր, որ առաքյալները որոշեցին, ասեցին հարկ չի, որ մենք եւ քարոզենք եւ սեղանի սպասավորությունը անենք, եկեք մեզ համար սեղանի սպասավորներ ընտրենք։ Ու ասում է սեղանի սպասավորներ պետք է ընտրեին։ Ու ինչպիսի հատկանիշ պետք է ունենային։ Հոգով լցված, Սուրբ Հոգով լցված պետք է լինեն։ Զարմանալու բան է, Տեր ափսեա դնելու, պատառաքաղ դնելու, գնալու է սիթից առևտուր անելու, բերելու։ Հոգով լցված։ Այո, հոգով լցված։ Պարտադիր է մեր յուրաքանչյուր ծառայությունը, մեր յուրաքանչյուր գործը, մենք յուրաքանչյուրս պետք է հոգով լցված լինենք, որտեղ երբ որ մենք հոգով լցված ենք, նրա սերը մեզանից բխում է սիրներ։ Դու սկսում ես սիրել, դու էլ չես հասկանում ո՞նց կարամ ես նրան սիրեմ, բայց սիրում ես, որտեղ այդ հոգով դու լցվում ես։ Ճիշտ եմ ասում։ Հոգով լցվում ես, դրա համար սկսում ես սիրել։ Իսկ թշնամին ամեն բան անելու է, որ այդ սերը մեր մեջ պակասեցնի։ Եկեղեցու մեջ ջարդի այդ շղթան, այդ միաբանությունը, նա ամեն բան անելու է սիրներ։ Նա ի սկզբանե եղբայրների չարախոսն է եւ նա ոչինչ չի դադարեցնելու, իր ջանքը չի դադարեցնելու, որ այդ միաբանությունը քանդի։ Տեսեք, ինչ արեց։ Սատանան նույն բանը ինքը սկսում է կրկնօրինակել Աստծուն։ Ճիշտ է։ Երբ որ ժողովուրդը հավաքվեց ու ասեցին, եկեք Բաբելոնի աշտարակը կառուցենք, հասնենք Աստծուն ու Աստծո նման լինենք։ Աստված ինչ արեց։ Լեզուները խառնեց եւ այդ վայրը կոչվեց Բաբելոն։ Հիմա ինչ է անում թշնամին։ Իմ ու քո լեզուն խառնում է, որս դու իրար չհասկանանք, որ սկսի մեր մեջ վեճ առաջացնել։ Ինչու։ Որտեվ գիտի, որ երբ որ ես ու դու միաբան ենք, այդ միաբանության մեջ զորություն կա։ Այդ միաբանության մեջ Սաղմոս 133 ասում է այնտեղ օրնություն ու կյանք կա։ Իսկ որտեղ կյանքը հոսում է սելներ, խավարասերները ցրվում են։ Որտեղ լույս կա, այնտեղ խավար չկա։ Խավարասերները որտեղ են հավաքվում։ Այնտեղ են տան են ամնախոնավ ու մութ անկյուններում, ճիշտ է։ Բայց երբ որ լույսը գցում ես, նրանք ցրվում են, երբ որ տաքություն կա, երբ որ ջերմություն կա։ Միաբանությունը պահել է պետք սելներ։ Հրաժարվենք այն ամենից, ինչը արյունը կամենում է սրբել։ Երբ մենք դա չանենք, տեղի կունենա աղտոտում սելներ։ Այն վարակ կգա, երբ որ մենք թույլ չտանք, որ այս ամեն ինչը սկսի այս արյունը սկսի մեր կյանքի մեջ գործել, երբ որ վերքը բաց է մնում, ինչ են ասում, վարակ է, չի ասում, պետք է շուտ իրան ինչ-որ բանով ախտահանես։ Այս նույն բանը մենք պետք է նույն ձևով անենք, թույլ չտանք, որ այդ վերքը մեր կյանքի մեջ գործի։ Որտեվ մի հատ էլ ձեզ կարևոր բան ասեմ, երբ որ վիրավորանք ունես, երբ որ ինչ-որ խնդիր ունես, երբ որ ինչ-որ դառնության արմատ կա քո մեջ, գիտեք դա ինչին է նման, դա նման է վերքին, որ դու սկսում ես քորել։ Ամեն անգամ դրա մասին համ դուրդ գալիս է, համ ցավոտ է, չէ՞, երբ որ վերքը քորում ես։ Ճիշտ եմ ասում։ Ու երբ որ դու սրա մասին խոսում ես, կամ մտածում ես, մի քանի հոգի էլ հավակնորդ ես գտնում, որ իրանք էլ են քոպես մտածում, ասում են, չէ, դու ճիշտ ես ասում, գիտես, մենակ դա չի արել, էս էլ է արել ինքը, ասում ես, այդ ոչ չէի նկատել, ու սկսում եք այդ վերքը քորել, համ ցավոտ է, համ դուրեկան է, ճիշտ է, բայց մենք պետք է սրանում խուսափենք սելներ, թույլ չտանք, որ այդ վարակը տարածվի, արյունը պետք է հոսի, շատ արագ, խնդրում եմ ձեզ, յուրաքանչյուրս ուղղակի, երբ որ զգում ես մեղք գործեցիր, մի անգամից սրա հարցը լուծիր, մի անգամից խոստովանիր Տիրոջը, մի անգամից խնդրի, որ Տերը մաքրի քեզ ու ների, մի թող որ այդ վարակը տարածվի սելներ։ Գիտեք, գիտնականները հայտնաբերել են բժիշկները, որ ամենասարսափելի մահը դա արյան կորստի պատճառած մահն է։ Ինչու։ Որտեղ երբ որ մարդը իր արյունը սկսում է կորցնել, բջիջները սկսում են մեկը մյուսի դեմ դուրս գալ։ Ու արյունը կորցնելու դեպքում առաջանում է թթվածնի քաղց, անբավարարվածություն է առաջանում։
ու արյան այդ թթվածնի ծարավի պատճառով բջիջները սկսում են մեկը մյուսի դեմ դուրս գալը ու վիճվելը։ Այս մեկը մյուսին ուզում է սպանի, որ նրա թթվածինը ինքը շնչի։ Ծանոթ բան է։ Ու դա կրկնակի ճիշտ է հոգևոր իմաստով։ Երբ որ հոգին չկա, երբ որ կյանքը չկա, երբ որ հոգին փափագում է Աստծուն ու չի կարողանում գտնել, ինչ է դժոխքը, սիրելիներ։ Դժոխքը դա մի վայր է, որտեղ աղաղակ կա, բայց Տերը չկա։ Դժոխքը դա մի վայր է, որտեղ Տիրոջ ներկայությունը չկա։ Եվ այդ դժոխքը մենք կարանք անգամ այստեղ էլ դժոխքի հետ ապրումներ ունենալ, երբ որ Տիրոջ ներկայությունն են կորցնում, երբ որ չկա նա։ Եվ դրա համար Մովսեսը աղաղակում էր, ասում էր. Տեր, ես չեմ գնա, եթե դու ինձ հետ չգաս։ Ես չեմ կարող առանց քեզ։ Դավիթը տեսել էր Սավուղի ապրումները, ինչ էր կատարում Սավուղը, երբ որ մեղանչեց, երբ որ մեղ գործեց, ինչ էր նրա հետ կատարվում, դրա համար երբ որ մեղ գործեց Բերսաբեի դիմաց, աղաղակում էր Սաղմոս 51-ում, ասում էր. միայն թե քո սուրբ հոգին ինձանից չառնես։ Եթե չկա Աստծո հոգին, եթե չկա Աստծո ներկայությունը մեր կյանքերի մեջ, սերներ, մեր կյանքը վերացում դժոխքի, եւ այս արյան, այս կյանքի հոսքի, պակասի պատճառով, երբ որ այս կյանքը սկսում է մեզանից հեռանալ, սրա պատճառով էլ սկսում ենք մենք իրար հետ վիճվել, սրա պատճառով է սկսում է խառնաշփոթը, սրա պատճառով է Պողոս առաքյալը ասացի պես ասում է. զգույշ մնացեք, որ իրար չսպառեք։ Ինչու՞։ Որտեվ կյանքը չկա, բայց ես ու դու պետք է այս կյանքը կրող անոթները լինենք։ Ես ու դու պետք է սրա վերջը դնողները լինենք, սերներ։ Եվ սա է, որ ուզում եմ ամեն մեկից քաջալերեմ, եկեղեցու մեջ ինձնից ու քեզնից է սկսած։ Մենք պիտի ապահովենք կյանքը։ Երբ որ կտեսնես, որ քո կողմը շուրջդ ընկերներիդ մեջ, շրջապատիդ մեջ այսպիսի հարցեր են բարձրանում, մի անգամից սրա արգելքը դիր, մի անգամից կյանքի հոսքը բեր, մի թող որ այդ լինի, որովհետև արյան պակասի դեպքում ամենասարսափելի մահն է, որ մարդը տանում է իր կյանքում։ Երբ կյանքը եկեղեցու մեջ պակասում է, սկսում ենք միմյանց վնասել։ Գիտեք, երբ որ մարմնի վրա կտրվածք է լինում, մյուս բջիջները շատ արագ հավաքվում են, որպեսզի այդ պատրվածքի մոտ պլազմա են կառուցում։ Գիտեք, այնքան այս օդի մեջ այնքան բացիլներ կան, այնքան վարակներ կան, որ որ մեր մարմինը ինչ-որ պատրվածք է ունենում, մենք չենք հասցնի արագ նրան պաշտպանել։ Այնքան արագ այդ բացիլները ու այդ վարակները կներթափանցեն։ Բայց գիտեք ինչ է անում արյան բջիջները, երբ որ մի պատրվածք է լինում, մի անգամից բոլոր բջիջներով գալիս են ու դրա կողմը պլազմա են անում։ Տեսել եք, չէ՞ որ սպիտակսես թաղանթ է լինում։ Այս սա է Տերը ուզում մեզանից։ Երբ որ եկեղեցու անդամներից մեկը, մեր քույր եղբայրներից մեկը տկարանում է, փոխարենը նրան որ դատենք, մի անգամից հասնենք նրան ու սկսենք օգնելը։ Ամեն։ Այս սա է Տերը ուզում, որ եկեղեցու մեջ ապահովի կյանքը, որտեվ Տերը այդ միաբանության մեջ ապահովել է օրհնություն եւ կյանք։ Եբրայեցիների 10:19 ասում է. եղբայրներ, որտեվ համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով։ Մենք համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, սիրելիներ։ Խոսեք սրա մասին, խնդրում եմ ձեզ։ Քարոզեք սրա մասին։ Մարդկանց այս լուրը փոխանցեք։ Արյան մեջ կյանք կա եւ մենք պետք է այս արյունը ապահովենք, Քրիստոսի արյան մեջ կյանք կա եւ այս հոգու կյանքը պետք է մենք ապահովենք։ Ոչ թե մեկս մյուսից ցավեցնենք, ոչ թե մեկս մյուսից գցենք, այլ մենք պետք է մեկս մյուսից բարձրացնենք։ Ամեն։ Եվ թող Տերը մեզ օրհնի, որտեղ այդ միաբանության մեջ նորից ուզում եմ հիշեցնել, ասում է օրհնություն եւ կյանք կա։ Վերջի մի բանն էլ ասեմ ու ավարտենք։ Մեր եկեղեցում սրա մասին քարոզել եմ։ Հետաքրքիր է, Աստված այնպես է մեզ ստեղծել, որ մենք մեկս մյուսից կարիք ունենանք։ Երբ որ Մովսեսը ասեց, Տերը երբ որ այրվող մորենի մոտ Մովսեսին հանդիպեց, Մովսեսը ասեց. ոնց կարան իմանամ, որ դու ես ինձ ուղարկել, ասեց ձեռքիդ ինչ կա, ասեց գավազան, ասեց գցիր, գցեց ու օձ դարձավ, հրաշք։ Ու այդ գավազանը, այդ օձը մենք գիտենք, որ փարավոնի մոգերի օձերին կերավ, չէ՞։ Ձեռքը տար, գրպանը հանեց, բորոտել էր, հետո տարավ մաքրվեց։ Ինչ եք կարծում, այդ Աստվածը, որ կարողացավ գավազանը օձ դարձնել կամ ձեռքը բորոտեցնել, հետո մաքրել, չէր կարող Մովսեսի լեզվի արատն էլ բուժել։ Իհարկե կարող էր, բայց Տերը նրան ասեց քո եղբայր Ահարոնը։ Երբեմն Աստված թույլ է տալիս մեր կյանքի մեջ ինչ որ
Недостаткեք, ինքան ռուսները շփվել են բառը մոռացել են։ Ինչ-որ պակասություններ, ինչ-որ թերություններ, ինչ-որ պակասություններ մեր կյանքի մեջ, սիրելիներ, երբեմն Աստված թույլ է տալիս, որ մենք մեր եղբոր ու քրոջ կարիք ունենանք։ Հասկանում եք։ Մենք իրար կարիք ունենք։ Բայց երբ որ մենք միաբան ենք իրար հետ, Քրիստոսի արյունը սկսում է հոսել։ Երբ որ մենք քայլում ենք լույսի մեջ եւ միմյանց հետ հաղորդակցություն ունենք, Քրիստոսի արյունը սկսում է հոսել։ Եվ դրա համար էր սերներ, որովհետեւ որ Տերը ուղարկում էր աշակերտներին 2-2 էր ուղարկում։ Եվ Եղիային Եղիսե էր պետք, Երեմիային Բարուք էր պետք, Եղիսեին Գեհեզի էր պետք։ Այսպես մարդ մենք իրար պետք ենք, ու մենք պետք է այս միաբանությունը ապահովենք եւ չթողնենք, որ հակառակորդը, որ ամեն բան անում է այդ միաբանությունը մեր մեջ քանդել, ոչ մի կերպ չթողնենք, մի փոքր անգամ պատուհան նրա համար չբացենք, որ նա կարողանա ներխուժել։ Ամեն։ Փառք Տիրոջ, եկեք աղոթենք։ Հալելույա։ Մեր երկնավոր Հայր, քեզ փառք ու պատիվ ենք բարձրացնում։ Դու արժան ես ամեն փառքի Տեր։ Հայր, աղոթում եմ մեզանից յուրաքանչյուրի համար։ Միշտ չի որ մենք հաջողվում ենք, Տեր,